Իդեպ այսօր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է, համաձայն Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի տվյալների Հայաստանում վերջին տարում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց չի գրանցվել։ Հասարակական վստահությունն առանցքային ինստիտուտների նկատմամբ շարունակում է ցածր լինել, շարունակում է խնդրահարույց լինել նաև որոշումների ընդունման, հատկապես կարևոր պաշտոններում նշանակումների ոչ թափանցիկ գործընթացները, ինչը կասկած է հարուցում հովանավորչության մասին։ Մինչդեռ տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ այլ բաներ էր ասում։ Ուզում եմ ձեզ ասել պաշտոնապես, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիա չկա։ Հայաստանը եւ Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից։ Երկրում հաղթահարված է համակարգային կոռուպցիան։ Հիմա հարց է առաջանում, եթե 2018-ին, 2019-ին համակարգային կոռուպցիան արմատախիլ արված էր, կոռուպցիա չկար, հովանավորչություն չկար, ապա ինչու են 2025-ին միջազգային կազմակերպությունների տվյալներով այդ խնդիրները մնում առաջնային մեր երկրի համար։ Վերջին տարիներին մշտապես տեղեկանում են կոռուպցիոն բազմաթիվ դեպքերի մասին, պետական գնումների, կադրային քաղաքականության, պանիկ հանդիսանալու, կաշառքով հարց լուծելու եւ այլ օրինակներով։ Կառավարությունը, ինչպես գնահատում է ժողովուրդը, թաղված է կոռուպցիայի մեջ։